ձեզ։ Թե հարցեր ունեք, սիրեք պատասխան։ Այստեղ հարցակ ունեք, եթե երբևէ ուսումը ոչնդով։ Չէ, սա ենք ես անում քիչ օրը։ Պրոբլեմից տելեֆոն չունեմ։ Սկսենք։ Պարոն Կարապետյան, կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրիք ձեր փաստաթղթերը, բայց կարծեք թե պրոցեսը մի քիչ երկար տևեց, ինչ-որ խնդիր կար։ Չէ, որևէ խնդիր չկա, այնտեղ ուղղակի դասավորության հարց կա, խնդրեցին, որ իրար հետևից դասավորենք, ամեն ինչ նորմալ ընթացքով։ Տեխնացիների ցուցակը քանի անց է բացված։ Տեխնացուների ցուցակը 87 անձից է կարծեմ բաղկացած, այդպես կարող եմ նշել առաջին տասնյակը։ Ցուցակը բնականաբար գլխավորում է կուսակցության ղեկավարը Հայկ Մարությանը, երրորդ տեղում Նարե Արամյանն է, Երևանի ավականու անդամ, հայտնի հասարակական գործիչ, չորրորդ տեղում կրկին ավականու անդամ Մուշեղ Հակոբյանն է, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, 5-րդ տեղում Քրիստինա Վարդանյանն է, բժշկական գիտությունների տեխնացու ավականու անդամ, երկրորդ տեղում ես եմ, Հակոբ Կարապետյանը, 6-րդ տեղում Հովանես Մովսիսյան, տնտեսագետ, 7-րդ տեղում ձեզ քաչ հայտնի Հովսեփ Կուբատյանը, 8-րդ տեղում Գրիգոր Հարությունյան, 9-րդ տեղում ավականու անդամ բժիշկ Արաքսիա Դիլանյանը եւ 10-րդ տեղում խմբակցության փորձագետ Անդրանիկ Գինոսյանը։ Ձեր շանսերը որքանով եք գնահատում։ Մենք շատ դրական ենք, լավատեսորեն ենք տրամադրված, նախ ուզում եմ ասել, որ այսօր ապրիլի 23-ն է, 8 տարի առաջ մեր հասարակությունը, մեր ժողովուրդը շատ պատմական հաջողության հասավ եւ ընդվզել էր իրեն դուր չեկող չընդունված իշխանության դեմ եւ հաղթանակ տարավ 18 թվականի հեղափոխությունը 8 տարի առաջ այսօրը ցավոք սրտի դրանից հետո այն սկզբունքները, այն արժեքները եւ այն գաղափարները, որոնք դրված էին հեղափոխության հիմքում, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը մսխեց, սխալ ուղղությամբ տարավ եւ աղետներ բերեց երկրի եւ ժողովրդի համար եւ նաեւ բացի դրանից ուրեմն դեմոկրատական արժեքներից, խոսքի ազատության արժեքներից հեռու մնաց եւ մենք կրկին այս պահին կանգնած ենք ավտորիտար կառավարման վտանգի առաջ, որտեղ մեկ անձն է, որոշում եւ արդեն մնացած, չգիտեմ, խորհրդական պարլամենտարիզմը եւ ֆրակցիոնիզմը ձևական բնույթ են կրում։ Մեր կուսակցությունը իրեն մեր ուժը իրեն համարում է հեղափոխության 18 թվականի հեղափոխության ժառանգորդը եւ մենք հենց 21 թվականին հենց այդ խզման պատճառով հիշում եք, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին եւ այս 5 տարիների ընթացքում տեսնում ենք, որ այն նպատակները եւ այն պատճառները, որոնք նրանք դրել էին այդ process-ի հիմքում, կեղծ դուրս եկան եւ քաղաքը այսօր տեսնում ենք կատաստրոֆիկ կառավարման քաոսային վիճակում է, տրանսպորտ, ճանապարհներ, օդի որակ, կանաչապատում եւ այլն։ Եվ մենք գալիս ենք այս մեր սկզբունքներին հավատարիմ մնալու եւ մենք գալիս ենք, գիտեք, որ մեր կուսակցությունը սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն է եւ սոցիալական ուղղվածություն ունի, մեր ծրագիրը իհարկե կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում, ես կարող եմ նշել 7 հիմնական կետերը, որոնք մեր ծրագրում կան, 7 հիմնադրույթները, դրանք են եվրոպականացումը երկրի, Եվրոմիության ինտեգրացիան, օնլայն խաղերի եւ շահումով խաղերի արգելումը, դեմոգրաֆիայի խթանումը, մասնավորապես մենք առաջարկելու ենք 5 միլիոն դրամ նպաստ յուրաքանչյուր երրորդ երեխայից եւ սկսած յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար սոցիալական բնակարանաշինություն, հարկային արտոնություններ, մասնավորապես 5% շահութային հարկի վերադարձ, անվճար բուհական կրթություն, կարծեմ թվարկեցի թե ինչ-որ մի բան մնաց։ Պարոն Կարապետյան, որ ուժերի հետ համագործակցություն եք հնարավոր համարում հետընտրական շրջանում։
մենք հավատամք ունենք, որ պարլամենտարիզմը ենթադրում է համագործակցություն եւ կոալիցիաներ։ Եվ այդ կոալիցիաները պետք է ինքնանպատակ չեն եւ պետք է լինեն ծրագրերի շուրջ։ Իհարկե բացառվում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ համագործակցությունը, որտեղ իմաստ չունի մենք հենց ուրեմն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հեռացնելու օրակարգ ունենք եւ բացառում ենք Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժի հետ համագործակցությունը, որտեղ ուրեմն անհամատեղելի մի շարք հանգամանքներ կան։ Իսկ մնացած բոլոր առանց անունները նշելու, մնացած բոլոր ուժերի հետ համագործակցությունը օրակարգի շուրջ բնականաբար մեր ծրագրային դրույթներին համահունչ չի կարելի բացառել։ Հարությանը նախորդին հարցնի պատասխան ասել էր, որ Կարապետյանի ուժի գաղափարական տարաձայնություն ունեն։ Այո, շատ կտրուկ։ Ես չեմ ուզում մասնավորեցնել, չգիտեմ ինչու եք շեշտում հենց ասում եմ, չգիտեմ քանի հոգի է գրանցվել, քանի կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք է գրանցվել, բայց ես ասեցի այն ուժերը, որոնք որ բացառվում են իրենց հետ համագործակցությունը։ Մնացած կոնֆիգուրացիաները կարող են ընդհանրապես որևէ կոնտակտ Կարապետյան դուք չունեք հեղափոխություն անելու։ Ես արդեն մեր դիրքորոշումը հեղափոխության հետ կապված ներկայացրեցի։ Կարծում եք ձեզ կհաջողվի այս իշխանություններին հեռացնել։ Մենք դրա համար ենք մտնում ընտրապայքարի մեջ եւ եթե այդպիսի համոզմունք չունենայինք, բնականաբար ավելորդ էներգիա եւ այլ ռեսուրսներ չենք ծախսի։ Պարոն Կարապետյան, դուք բացառեցիք Նիկոլ Փաշինյանի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցություն, եթե ձեր ձայնից կախված լինի, թե ով կհաղթի, ամեն դեպքում ո՞ր ուժին կընտրեք։ Ես կարծում եմ այն հիմնական սկզբունքը, որի մասին ես արդեն խոսեցի, դա անփոփոխ է լինելու, իսկ մնացած որևէ կոնֆիգուրացիայի պարագայում մենք արդեն գետնի վրա ունենալով այդ արդյունքը որոշում կկայացնենք։ Պարոն Կարապետյան, հերակա բանավեճ է ավարտվել Արժի նախագահի եւ Հայկ Մարությանի միջեւ։ Ինչպես կգնահատեք այդ խոսույթը, որ կա երկու ստեկ, թե Մարությանի կողմից, թե Ալեն Սիմոնյանի կողմից, հարցազրույցներում հիմա Telegram ալիքում է Ալեն Սիմոնյանը ինչ-որ վիդեոներ տեղադրում Մարությանի մասին գրառումներ անում։ Շատ լավ, երբ Հայկ Մարությանը քննադատում է որևէ գործ չի, կլինի դա Ալեն Սիմոնյանը կամ Նիկոլ Փաշինյանը կամ որևէ այլ իշխանական գործիչ, այդ քննադատությունը բացառապես այն պատճառով է, որ այդ անձը պաշտոն է զբաղեցնում եւ բացառապես վերաբերում է նրա հարային գործունեությանը, հա։ Ինչ է ասում պարոն Մարությանը, ասում է չի կարելի քաղաքացու վրա ներողություն եմ խնդրում արտահայտության համար թքել։ Նայել ասում է ես ներողություն չի կարելի դա անել։ Երկրորդը չի կարելի մսխել հանրային միջոցները այն պարագայում, երբ մենք մի շարք երբ այս երկիրը բազմաթիվ տնտեսական խնդիրներ ունի, հա, եւ սա է քննադատությունը բացառապես Ալեն Սիմոնյանի անձը այստեղ հետաքրքիր է բացառապես այն պատճառով, որ նա բարձր պետական պաշտոն է զբաղեցնում։ Իսկ Ալեն Սիմոնյանի ասասների հետ կապված ներողություն թույլ տվեք չմեկնաբանեմ, որովհետեւ դրանք զուտ բամբասանքներ են, իսկ բամբասանքները ես կարծում եմ, որ մեկնաբանության արժանի չեն։ Պարոն Կարապետյան, ձեր ծրագրում Արցախի վերադարձի հետ կապված որևիցե կետ ունեք եւ ո՞րն է այդ կետերը, ինչպես եք պատկերացնում Արցախ վերադարձը։ Արցախ ներողություն դուք նախ ասացիք Արցախի վերադարձ եւ ասացիք Արցախ վերադարձ։ Տեսեք, երբ նոր ուժ ռեֆորմիստական կուսակցությունը ստանձնի իշխանությունը, հա, այն ժամանակ մենք կծանոթանանք բանակցային փաստաթղթերին այն ամբողջ խորությամբ, որոնք որ հասանելի չեն հանրային առումով, եւ այդ ժամանակ ձեր հարցին ավելի ընդգրկուն, համընդգրկուն պատասխան կտրվի։ Այս պահի դրությամբ դուք հավանաբար տեղյակ եք, որ մեր կուսակցությունը արձագանքելով Վաշինգտոնյան համաձայնագրերին նշել է, որ դա եղած պայմաններում
առավելագույնս հնարավոր, այսինքն այն աղետներից հետո ինչ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կառավարման ընթացքում են աղետները, որ եղել են մեր ժողովրդի եւ մեր երկրի հետ, այդքանից հետո Վաշինգտոնյան համաձայնագրերը այն մաքսիմալ հնարավորն են, որ կարելի է ստանալ բանակցային process-ում եւ դա էլ նաեւ մեծապես շնորհիվ արևմտյան գործընկերների աջակցության։ Շնորհակալություն։ Դե